Льются песни, ноты, остывает кофе. Я листаю наш с тобой альбом, и за каждым фото прожитые годы. Душу в душу мы с тобой живем. Не представляю без тебя я жизнь свою. Свое признание тебе я повторю. Ты послана мне небом. Без тебя я счастлив не был. Ты солнце и луна, ты моя душа, моя женщина. Ты послана мне небом. Без тебя я счастлив не был. Ты солнце и луна, ты моя душа, моя женщина. Лучшая во всем, ты всегда поймешь. Рядом ты и в радость, и в ненастье. Наш уютный дом, детских криков звон, в этом наше истинное счастье. Почудись к старшим, мама нежная с детьми. Тебе есть все, учили так родители. Ты послана мне небом. Без тебя я счастлив не был. Ты солнце и луна, ты моя душа, моя женщина. Ты послана мне небом. Без тебя я счастлив не был. Ты солнце и луна, ты моя душа, моя женщина. Без тебя я счастлив не был. Ты солнце и луна, ты моя душа, моя женщина. Բարև ձեզ։ YouTube-ում կա մի արտիստ, որը գիտեք կարծես անաղմուկ, առանց մեծ աղմուկի հավաքում է տասնյակ միլիոնավոր դիտումներ, բայց միևնույն ժամանակ մնում է համաշխարհային մեյնսթրիմից դուրս։ Դե այսօր մենք միասին կփորձենք հասկանալ ով է Արկադի Դումիկյանը եւ ամենակարևորը բացային արտիստը։ Ինչպես է նրան հաջողվել ստեղծել մի բան, որը դարձել է համաշխարհային ֆենոմեն։ Եկեք էլ չձղձգենք ու միասին բացահայտենք այս անհավանական թվերի հետևում թաքնված մարդուն։ Խոսքը իհարկե Արկադի Դումիկյանի մասին է։ Նա հայ-փոփ երգիչ է, բայց նրա լսարանը արդեն վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից։ Գուցե նրա անունը ամեն օր չի հնչում հեռուստացույցով, բայց մի բան փաստ է, նրա երաժշտությունը հասել է միլիոնավոր, եթե ոչ տասնյակ միլիոնավոր մարդկանց։ Ու գիտեք, սա մեկ հիթի պատմություն չի։ Բնավ, նրա YouTube-ի ալիքն ունի ավելի քան 850,000 բաժանորդ։ Սա ուղղակի թիվ չի, սա նվիրյալ երկրպագուների մի ամբողջ բանակ է, որը անհամբեր սպասում է նրա ամեն մի նոր երգին։ Սա կայուն տարիների ընթացքում քրտինքով կառուցված հաջողություն է։ Լավ, բայց որտեղից է սկսվում նրա պատմությունը։ Հետաքրքիրը գիտեք որն է։ Նույնիսկ այս պարզ հարցի պատասխանը միանշանակ չի։ Երբ սկսում ես փորփրել, ավելին իմանալ, բախվում ես շատ հետաքրքիր հակասությունների։
Տեսեք օրինակ վերցնենք ծննդավայրը։ Երկու բավականին հեղինակավոր աղբյուրներ տալիս են երկու բոլորովին տարբեր վայրեր։ Մեկն ասում է Երևան, Հայաստան, մյուսը Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքը։ Այս փոքրիկ առեղծվածն էլ ավելի հետաքրքիր է դարձնում նրա կերպարը, այնպես չի։ Բայց անկախ նրանից թե որտեղ է ծնվել, մի բան հաստատ է։ Նրա երաժշտական հիմքերը դրվել են Հայաստանում։ Նա ստացել է դասական կրթություն Երևանի կոնսերվատորիայում։ Այսինքն, նրա փոփ հիթերի տակ շատ լուրջ պրոֆեսիոնալ պատրաստվածություն կա, ու արդյունքն էլ երկար սպասեցնել չի տվել։ Դեռ 2011-ին իր առաջին իսկ սինգլը ճանաչվում է տարվա լավագույնը։ Սա, ինչպես հասկանում եք, դեռ պարզապես սկիզբն էր։ Լավ, հասկացանք, կա կրթություն, վաղ հաջողություններ, բայց ի վերջո ի՞նչն է իր երաժշտության մեջ, որ այդքան գրավում է ոչ միայն հայ, այլև միջազգային լսարանին։ Եկեք մի քիչ խորանանք հենց իր, այսպես ասած, հնչողության մեջ։ Իրականում իր գաղտնիքը շատ պարզ է, բայց միևնույն ժամանակ հանճարեղ։ Հիմքը իհարկե փոփն է, բայց ամբողջ հմայքը բազմալեզվությունն է։ Երգելով հայերեն, ռուսերեն, նույնիսկ իսպաներեն, նա ուղղակի քանդում է լեզվական բոլոր պատնեժները։ Իսկ թեմաները՝ սեր, ընտանիք, եղբայրություն, սրանք զգացմունքներ են, որոնք համաձայնեք թարգմանության կարիք չունեն։ Ու հիմա եկեք նայենք, թե ինչ տեսք ունի այդ հաջողությունը թվերով։ Բրատ, այսինքն եղբայր, մի բառ, որ հասկանալի է գրեթե ողջ հետխորհրդային տարածքում 71 միլիոն դիտում։ Չամփաթվեք 54 միլիոն։ Այս թվերը ուղղակի ցույց են տալիս, որ սրանք ուղղակի երգեր չեն, սրանք արդեն վաղուց վիրուսային ֆենոմեններ են։ Բայց այս աստղային անհավանական թվերի հետևում նա մնում է զարմանալիորեն համեստ ու հասարակ։ Իր մենահամերգի ժամանակ Երևանում նա շատ անկեղծ կիսվեց իր անցած դժվարին ճանապարհով ու շեշտեց, որ իր ողջ հաջողությունը իր երկրպագուների շնորհիվ է։ Սա այն կապն է, որը թվերով չես չափի։ Ու իր հաջողության հիմքում ու կենտրոնում ընտանիքն է։ Նա ոչ միայն համաշխարհային աստղ է, այլև ամուսին ու 3 երեխաների հայր։ Նրա կինն ու երեխաները հաճախ են հայտնվում իր սոցցանցերում, ինչը ցույց է տալիս, որ իր համար ամենամեծ իրական հաջողությունը տանն է։ Դե միլիոնավոր դիտումները մի բան են։ Օրերը լուր եկան անցան, փորձություններ կյանքի դարձան, մեզ չեն կարող էլ բաժանել, սերը մեզնից հեռու տանել, ձեր աղոթքներից պահել, իմ սրտի մեջ ունեմ հինգվան, չեմ կոտրվել քանի որ կա, կյանքի ճամփեն անցա դժվար, ես ձեզ համար, ամուր պահեք տանիքը մեր, Աստված տվեց ձեզից նվեր, իմ ընտանիք, իմ կյանք, իմ սեր, միտեղ կա լույս, միտեղ գիշեր, ամեն վարկյան ձեզ եմ հիշել, ձեզ սիրում եմ կյանքից էլ շատ, ապրեք խաղաղ սերտով շիտակ, ձեր ժպիտն է ինձ տալիս նոր կյանք, իմ սրտի մեջ ունեմ հինգվան, չեմ կոտրվել քանի որ կա, կյանքի ճամփեն անցա դժվար, ես ձեզ համար, ամուր պահեք տանիքը մեր, Աստված տվեց ձեզից նվեր, իմ ընտանիք, իմ կյանք, իմ սեր, իմ սրտի
խարում, սերն է մենակ վերջում հաղթում, միշտ իմացեք աշխարհի չափ ձեզ եմ սիրում, միշտ իմացեք աշխարհի չափ ձեզ եմ սիրում։ Իսկ իրական շոշափելի համաշխարհային ճանաչումը բոլորովին այլ, բայց ինչպես է Դումիկյանին հաջողվել այս առցանց փառքը վերածել համաշխարհային աստղի կարգավիճակի։ Պատասխանը կարող է ձեզ զարմացնել։ Ֆրանսիայից մինչև Իսպանիա, Գերմանիա։ Սա ապացուցում է, որ իր երկրպագուների բանակը տարածվում է օղջ մայրցամաքով մեկ։ Նա էլ ուղղակի առցանց ֆենոմեն չի, նա լիարժեք համաշխարհային շրջագայող արտիստ է։ Այսպիսով եկեք ամփոփենք, ինչ ունենք մենք՝ մի անհավանական ճանապարհ, սմարթֆոնի էկրանից մինչև լեփ-լեցուն հսկայական մարզադաշտեր։ Նրա պատմությունը 21-րդ դարի աստղի կայացման ուղղակի կատարյալ օրինակ է, թե ինչպես է թվային հաջողությունը վերածվում իրական շոշափելի փառքի։ Ու սա մեզ բերում է երևի ամենակարևոր հարցին։ Եթե մի արտիստ կարող է YouTube-ի միջոցով դառնալ համաշխարհային աստղ ու լցնել ստադիոններ, շրջանցելով ավանդական մեդիան, ռադիոները, ինչ է սա նշանակում երաժշտական աշխարհի ապագայի համար։ Արկադի Դումիկյանի պատմությունը ցույց է տալիս, որ խաղի կանոնները ոչ թե փոխվում են, այլ արդեն վաղուց փոխվել են։